Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան, Ուժեղ Հայաստան դաշինքի համամասնական ցուցակով երկրորդ համարը զբաղեցնող, պատվավոր երկրորդ համարը զբաղեցնող падգամավորության տեխնացու Արամ Վարդևանյանին, բարև ձեզ պարոն Վարդևանյան։ Շնորհակալ եմ մեր երկար այսպես դեգերումներով սպասված հաղորդումը վերջապես կանալու համար։ Ես եմ շնորհակալ եւ ներողություն եմ խնդրում ուշացման համար։ Ես գիտեմ, որ բնականաբար շատ զբաղված եք եղել եւ ձեր մասնագիտական շրջանակներում գործունեության ընթացքում, իսկ այսօր մենք արդեն ակտիվ քարոզչական փուլում ենք, դուք էլ անմիջապես կիզակետում եք, երկրորդ համարն եք։ Պարոն Վարդևանյան, ինչպես եք այս պահին գնահատում քարոզարշավի ընթացքը, իսկ այնուհետև անդրադառնալու եմ արդեն բոլոր իրավական եւ քրեական նոր նախաձեռնվող գործերին, որի ականատեսնենք վերջին մի քանի օրը։ Շնորհակալ եմ հարցի համար, կարող եմ հետեւյալը ասել, որ բավականին ակտիվ քարոզարշավի մեջ ենք եւ հնարավորություն ունենք մեր հայրենակիցների հետ ուղիղ շփվելու, լսելու իրենց, ստանալու իրենցից ազդակներ եւ կարող եմ ասել, որ իսկապես բավականին դրական ենք գնահատում ընթացքը։ Մենք տեսնում ենք, որ մարդկանց մեջ իսկապես արթնացել է հույսը։ Երևի վերջին տարիներին, հատկապես նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածը մեր հայրենակիցների մոտ հույսի դեֆիցիտի մասին է։ Ինչ որ իմաստով պատահական չէ, որ 21 թվականին օրվա իշխանությունների կարգախոսը ապագայի մասին էր, այսինքն իրենք էլ էին գիտակցում, թե ինչ իրավիճակ են հանգեցրել մեր հայրենակիցների համար, որ ապագայով էին փորձում խոստում ձևակերպել, բայց այս 5 տարիները ցույց տվեցին, որ այդ հարցում եւս խաբեցին։ Օրինակ խոստանում էին, որ պետք է աղքատության մակարդակը ցուցանիշները 2 անգամ նվազեցնեն, խաբել են։ Պատկերացրեք պարզապես 4-5%-ային բարելավում կա այդ հարցում։ Մինչդեռ խոստացել էին, որ այն պետք է լիներ 10-ից ավելին։ Ծայրահեղ աղքատության վերաբերյալ խոսում էին, որ այն պետք է վերացվի։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 30,000-ից ավելի թեր սնված հայրենակիցներ ունենք։ Եվ հենց այդ իմաստով այն խոստումները եւ այդ խոստումները, որոնք հենց երաշխավորել է Սամվել Կարապետյանը, մենք մի քիչ քաղաքական դասական իմաստով այդքան էլ պարզ ձևակերպում չենք տալիս, մենք իսկապես փորձում ենք մի բան էլ լրացուցիչ ընդգծել, որ այդ խոստումը երաշխավորվել է Սամվել Կարապետյանի կողմից, քանի որ մեր հայրենակիցները շատ խոստումներ են լսել եւ տեսել են, թե դրանք ինչպես չեն կատարվում, ինչպես են դրանք պարզապես սուտ խոստում դառնում։ Եվ դրանց մեջ կարող եմ առանձնացնել նույն 300,000 աշխատատեղի ստեղծումը, նույն ծայրահեղ աղքատությունը վերացնելու վերաբերյալ կոնկրետ ծրագիրը, այդ թվում կոնկրետ նպաստներ տրամադրելու միջոցով, որը ոչ թե մեր հայրենակիցներին դեմոտիվացնելու մասին է, այլ ծայրահեղ աղքատության վիճակից հանելու մասին է։ Նույն օրինակ դեմոգրաֆիական ցուցանիշների հետ։ Այնտեղ նաև հարկային փոփոխությունների չէ, փոքր բիզնեսը։ Իհարկե, փոքր եւ միջին բիզնեսի մասով 0 հարկի տրամաբանությունը, որի վերջո մեր հասարակության մեջ միջին խավը շնչի, որովհետև մենք պետք է օգնենք նաև բիզնեսին, որ մեր հայրենակիցները չպատկերացնեն իրենց ապագան պարզապես պետական ծառայության մեջ։ Իսկ եթե փոքր եւ միջին բիզնեսը կարողանա այդ աջակցությունը փաստացի ստանա պետությունից, այն կվերածվի ի վերջո խոշոր բիզնեսի։ Եվ այդ ժամանակ այո, իր հարկային պարտավորությունները կկատարի։ Այն արհեստական ռիսկը, որ գցել էին շրջանառության մեջ, որ իբրև դրանով խոշոր բիզնեսը կտրոհվի, կդառնա փոքր միջին եւ հարկ չի վճարի, սա 21-րդ դարն է։ Այլևս նման գործիքակազմը հնարավոր չի իրացնել, որովհետեւ այդ ամբողջ շրջանառությունները հսկվում են եւ այլն, սա իսկապես թիրախային շատ կարեւոր լուծում է։ Դեմոգրաֆիական ցուցանիշների հետ կապված մենք խայտառակ պատկեր ունենք։ Իսկապես սա նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնալիք է արդեն, թե մենք ինչ պատկեր ունենք։ Դրա համար նաեւ առաջարկում ենք, որ յուրաքանչյուր ընտանիքում 5-րդ երեխայի ծննդի փաստով պետք է անվճար բնակարան ստանա այդ ընտանիքը։ Սա եւս շատ կարեւոր մի ծրագրային մոտեցումներից մեկն է։ Տուրիզմի ոլորտում Սամվել Կարապետյանը հենց սա նաև իր նախաձեռնություններից մեկն է, որ պետք է ստեղծվի մի հիմնադրամ, որտեղ պետությունը փոքր մասնակցություն է ունենալու, մնացած առյուծի բաժինը մասնակցության կրելու են մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, դա նաև հենց ինքը Սամվել Կարապետյանը եւ իր գործընկերները, այսինքն իր կապերն են այստեղ գործոնը լինելու եւ շուրջ $1 միլիարդ պետք է ներդրվի տուրիզմի ոլորտի զարգացման համար։ Սա ակնհայտ է, որ մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու ամբողջ
տնտեսական միջավայրի համար։ Եվ իհարկե, ամենակարևորը նաև այս հանդիպումները, շփումները դա են ցույց տալիս։ Մեր հայրենակիցները իսկապես ունեն պոտենցիալը, տաղանդավոր են մեր հայրենակիցները։ Ի վերջո մեր Սփյուռքի ֆենոմենը դրա մասին է, չէ՞։ Ինչքան հայ գիտենք, չէ՞, որոնք Հայաստանի Հանրապետությունից դուրս ֆանտաստիկ ռեզուլտատներ են ապահովում, արդյունքներ են ապահովում, բայց ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք բարեկեցության նման խնդիր։ Բարեկեցության խնդիրը պետք է լուծվի Հայաստանում։ Մեր հայրենակիցները պետք է լինեն բարեկեցիկ։ Դա այլևս չպետք է լինի խնդիրը։ Եվ ձեզ ասեմ շատ ուղիղ։ Ի վերջո մեր ինքնիշխանության ամենամեծ սպառնալիքը հենց բարեկեցության բացակայությունն է։ Եթե ուսումնասիրեք բոլոր այն պետությունները, որոնց մոտ բարեկեցության խնդիրը լուծված է որպես այդպիսին, ապա այնտեղ ինքնիշխանության սպառնալիք որպես այդպիսին չեք գտնի, որովհետև ի վերջո ամեն ինչ դրանից էլ բխեցվում է։ Դրանից ածանցվում։ Այսինքն սոցիալական խնդիրները բերում են նաև անվտանգության սպառնալիքների միանշանակ։ Դրանք աքսիոմատիկ ճշմարտություն է։ Պարոն Վարդևանյան, դուք շատ այսպես լավ հստակ ներկայացրեցիք ուժեղ Հայաստանի ծրագրային դրույթները։ Այո, մի քանիսը դրանց։ Տեսեք, մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք, չհաշված որ դուք շատ լավ առաջարկներ եք ներկայացնում, այսպես փոփոխությունների առաջարկներ եք ներկայացնում, բարեփոխումների եւ ամենակարևորը անվտանգության համակարգերի ներդրման փոփոխություններ եք իրականացնում, բայց շատ-շատերը զգալի մասը այսօր մեր բնակչության այն խնդրով է տառապում, կարելի ասել, որ մեզ մոտ ոչ թե այդքան ծրագրային դրույթներ լսելու պահանջ կա, Այո, այլ հասկանալու այս մարդուն կարելի է վստահել երկիրը, թե չվստահել։ Նույնիսկ այդ տակի շերտերը, հավատացեք, շատ-շատերը չեն էլ կարդում, չեն էլ նայում, չեն էլ ուզում լսել, որտեղ այսօր մեր երկիրը այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ասում են կարևորը, որ մենք լինենք անվտանգ, մեր ինքնիշխանության հարցը լուծվի, դե մյուս կողմն էլ ասում են, ինչ եք ուզում, մարդը խաղաղություն ա բերե։ Մի տեսակ բևեռացված է ամեն ինչ, եւ այս ծրագրային դրույթները դառնում են երկրորդային։ Ես տեսեք, ձեր հետ համաձայն եմ, բայց միաժամանակ նաև սա էլ եմ ուզում ընդգծել։ Այո, մեր հայրենակիցներից շատ շատերի մոտ կա տագնապի զգացում։ Այո, շատ մեծ։ Սկսած մեր ընդհանրապես պետականության տեսանկյունից, սկսած նույն խաղաղության օրակարգի վերաբերյալ ի վերջո որն է իրական խաղաղությունը, թե պարզապես միակողմանի պահանջների բոլոր կատարում, պերմանենտ նվաստացում եւ այլն եւ այլն։ Այս ամենի հետ կապված զուգահեռ, բայց մենք կարևորում ենք այս ծրագրային դրույթները ինչի համար, որ մեր հայրենակիցների առջև մենք հաշվետվողական լինենք։ Գիտեք, ինչ որ իմաստով մենք նաև այդ մոդելն էլ կարող ենք իրացնել եւ ձեր հարցադրումների հետ կապված ասելիքը ունենք։ Բայց նաև ուզում ենք, որ ի սկզբանե շատ բաց ու թափանցիկ մեր հայրենակիցների առջև ստանձնենք պարտականություններ, որն էլ մինչև վերջին կետը պետք է կատարենք։ Իդեպ, երբ ասում ենք Սամվել Կարապետյանը երաշխավորում է, դուք պատկերացրեք ինքը իր խոսքն է դնում նաև սեղանին։ Այսինքն մարդ, ով իր կյանքի ընթացքում երբեք չի հայտնվել մի իրավիճակում, որ օրինակ իրեն ասեն, այս խոստումդ չես կատարել կամ այս հարցում ստել ես եւ այլն, հիմա ինչ մասշտաբի պարտականություններ է ստանձնում։ Նույն օրինակ 300,000 աշխատատեղի ստեղծումը, դա չափելի որոշակի խոստում հաշվարկված, այո, այսինքն մեր հայրենակիցները կարողանալու են հետադարձ միջոցով Ձեզ չեն ասի մեզ սուտ խոստում եք տվել։ Մենք հենց գիտակցելով ինչքան էլ բարդ նշաձող է դա, բայց մենք դա ստանձնում ենք։ Բայց ձեր կողմից ներկայացրած մտահոգությունների հետ կապված մի հետևյալ ձևակերպումն եմ ուզում առաջարկել մեր հայրենակիցներին հենց ձեր տաղավարից։ Ուզում եմ առաջարկել հետևյալը, որ մեր հայրենակիցները գնան ընտրություններին, որ հանկարծ Հայաստան ադրբեջանցիներ չգան, որ մեր հայրենակիցները գնան ընտրության, որ այս նվաստացման էջը փակենք, որ մեր հայրենակիցները գնան ընտրության, որ իսկապես փոփոխությունները գան։ Ես համոզված եմ, որ մեր հայրենակիցներից նույնիսկ մեր այն քույրերը եւ եղբայրները, որոնք դեռևս հավատում են օրվա իշխանություններին, իրենք եւս փոփոխություն են ուզում։ Հասկանում եք, չի կարող լինել մի ողջամիտ իրավիճակ, որ այս իրականությունը որևէ մեկին դուր գա։ Չի կարող լինել իրավիճակ, որ մեկին դուր գա, որ օրինակ Ադրբեջանի նախագահը մեզ թելադրի, թե մեր սահմանադրությունը կամ մեր ապրելակերպը ինչպիսին պետք է լինի։ Չկա տենց մարդ։ Չկա տենց մարդ, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ իմաստնությունը ունի։ Այլ հարց, դրան զուգորդում ենք կեղծ լուրերը, այստեղ է կատվական քարոզչությունը, սև քարոզչությունը, այս ամենը եւ մարդիկ իսկապես որոշակի իմաստով դժվարությունների բախվում են։
Ի վերջո Մարդիկ նաև չեն կարող կողմնորոշվել, որն է ճիշտ, որն է սխալ։ Դրա Հիմա համար- մենք էսա խոսելու ենք դրանից։ Դրա համար առաջարկում եմ հետևյալ բանաձևը. պետք է գնալ ընտրությունների, որ դրանք չգան։ Պետք է գնալ ընտրությունների, որի վերջո այս անձինք գնան, որովհետև ես սա էլ եմ էլի շատ ուղիղ ուզում ասել։ Վստահ եմ, մեր շատ հայրենակիցներ 2018 թվականին ունեցել են մի ներքին պրոտեստ, ըմբոստություն նրան, որ արդյոք պետք է նույն անձը պաշտոնավարի 10 տարուց ավելի։ Համարենք իրապես իրենք ազնիվ այդ բողոքը ունեցել են։ Ով կարողացավ այդ էմոցիան բոցավառել։ Ներկայիս ատելություն տարածող տարբեր վիրավորանքներ տարածող անձը եւ կարողացավ այդ ամենը գեներացնի այն աստիճան, որ սա ի վերջո ժողովրդավարության նաեւ Որ հասկացան, որ պետք է երրորդ նախագահը երրորդ ժամկետ չգնա։ Ամեն կերպ սնուցվեց նաև այդ գաղափարը եւ ներկայացվեց դա իբրև արժեք, որն էլ ընդունվեց, հա։ Հիմա այդ նույն անձը ասում է, որ ինքը ուզում է 13 տարի պաշտոնավարի։ Այսինքն մեր Բայց ինքն մասած ավելի շատ է ուզում պաշտոնավարել 13-ով եթե բավարարվի Դելեք իր ցանկությունները շատ մեծ են 33 Առնվազն հիմա ինքը հայ հասարակությանը նույնիսկ այդ հարցում է ցույց տալիս, թե ոնց է խաբել, այսինքն իր քաղաքական այս շրջափուլի ակտիվ գործունեության ակունքի մեջ խաբել է կրկին, որովհետև եթե ինքը ներքին իր գաղափարով այդ արժեքը ընդունող լիներ, ինքը չէր կարող հիմա ընդհանրապես մասնակցել ընտրություններին, որովհետև ինքը պետք է այդ ներքին համոզմունքը ունենար, բայց ստացվում է դա էլ իր համոզմունքը չի։ Մենք շատ բարձր եւ վեհ բարոյական արժեքներ Դրա համար կրկին, այո, եկեք ֆիքսենք, որ մեր հայրենակիցները պետպիսին եք դուք նաեւ այսպես շատ բարձր նշաձողից եք։ Դրա համար եկեք ավելի կարճ ասենք։ Մեր հայրենակիցները պետք է գնան ընտրությունների, որ գան փոփոխությունները։ Հիմա տեսեք, վերջին մի քանի օրը սաստկացել է այդ նոպաները, ես այսպես կարող եմ բնորոշել, որտեղ ինձ մոտ այդպես նոպայիկ տպավորություն է թողնում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ հարցակում, քրեական հետապնդումներ է սկսել եւ այլն, ու այդպես ոչ մեկին չի մոռանում, բոլորի ֆերթով անցնում է, բայց ամենամեծ այսպես մասնաբաժինն ու չափաբաժինը ուժեղ Հայաստանին է բաժին հասել, որտեղ բնական է, որ այսպես անհանգստությունները շատ մեծ են։ Սոցիոլոգիական հարցումներին իրենք եւս ծանոթ են։ Դուք մի բան է post էի կարել Facebook-ում, ես դրան էլ կանրադառնամ։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանին 2 օր առաջ արդեն մեղադրում են, որ ինքը Facebook-ի գործակալ է։ Երեք եւ նախորդ օրվանից արդեն մեծ աղմուկ են բարձրացրել, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ քրեական գործընթաց են սկսել իր նկատմամբ, չհաշված որ Նարեկ Կարապետյանը ասում է, որ այ մարդ ես քաղաքացի չեմ Ռուսաստանի եւ ես երեկան նաեւ կարդացի, որ Ռուսաստանի արտգործնախարարությունից արձագանք եկավ, որ այս մարդը Ռուսաստանի քաղաքացի չի, բայց մեր քննչական կոմիտեի press release-ը ամենաֆանտաստիկն էր, որ իրենք միանգամից դեռևս չեմ հավատում, որ դա Հիմա ես ուզում եմ նաեւ բացի ձեր քաղաքական գործընթացից անդրադառնամ իրավական գործընթացին, որի փայլուն գիտակը դուք եք, պարոն Վարդևանյան, ինչ է կատարվում։ Այս ամեն ինչը քարոզչական ուղակի խայծեր են, թե այս ամեն ինչը կունենա հստակ հետևանքներ եւ այս ստի կեղծիքի վրա հերթական ստեղծված եւ ձևավորված քրեական գործերը։ Իմ կարծիքով եկեք որ իրադարձությունները ճիշտ գնահատենք, ճշմարտությունը կպարզենք։ Լավ։ Վստահ եմ իրենք եւս հասկացան, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարքագիծը, որը տեղի ունեցավ, բացասական ազդեցություն է ունեցել։ Ինչ են անում իրենք, եթե տարիների ընթացքում, այս վերջին տարիների ուսումնասիրենք, բոլորս դա արձանագրելու ենք, իրենք միշտ փորձում են իրենց վարքագիծը ինչ որ կերպ մոռացության մատնելու, մեղմելու նպատակով աղմուկը լրացնելու, մեծ մի նոր աղմուկ հորինել, մեծ մի նոր աղմուկ։ Դրանք այս իրապես աբսուրդի հասնող նոր տվյալներն էին իբրև։ Հիմա երբ Երևանում որևէ մի տղամարդ կնոջ ձեռքից քաշում է, դա վատ է ընկալվում։ Երևանից դուրս էլ է վատ ընկալվում։ Բայց ես օրինակ ծնվել մեծացել եմ Երևանում։ Մենք փողոցում երբ տեսնում ենք մի տղամարդ, ով ուզում է լինի, կնոջ ձեռքից քաշքշում է, մենք դրանից մեղմ ասած վատ ենք զգում։ Էլ չասեմ, որ թե ինչ զայրույթ է դա առաջացնում։ Ես այդ տեսանյութը մի քանի անգամ եմ նայել։
Մեր հայրենակիցը իր վրթովմունքը արտահայտում է։ Հա, հիմա ես էլ հանրային քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ լսել եմ ինձ քննադատություն։ Բազմաթիվ անգամներ։ Երբեք մտքովս չի անցել կոպտել ինձ քննադատողին։ Երբեք մտքովս չի անցել ձեռքից քաշեմ, ասեմ հələ մի վարքան հիմա էլ ես եմ ուզում խոսալ։ Բայց մենք դա տեսանք, դա անում է գործադիր իշխանության ղեկավարը։ ՊՊՑ աշխատողներով շրջապատված, կնոջ ձեռքից քաշում է, որ ինչ անի։ Դրանով ինչ է ուզում ցույց տալ։ Դե ես ասում եմ նոպայի իրավիճակ է, այստեղ պարոն Վարդևանյան, էմոցիաները չկառավարելու, այսինքն այդ օրը բազմաթիվ նման դեպքեր տեսանք։ Այո, ամբողջ Արաբկիրում։ Մատ թափ տալով խոսել, ատելությունը տարածել, վիրավորանքը տարածել, բայց քանի որ բոլորս էլ համոզված ենք, չէ՞ որ իրենք ունեն տարբեր խորհրդատուներ։ Քավլիցի, այդտեղ նեգատիվ կամ դրական իմաստով չեմ ասում, երևույթն եմ ասում։ Երևի իրենց փոխանցել են, որ այս ամենը շատ վատ է։ Գտնվում ենք նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում, սոցիոլոգիական հարցումներն էլ գալիս են, այդքան էլ լավ չի ձեր պատկերը, մի հատ էլ այդ պայմաններում կնոջ եք քաշքշում, ձեր հայրենակիցների ում դուք հաշվետու եք, որովհետև միշտ նաև ընդգծվում է, չէ՞ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշելու եւ այլն, բայց ժողովրդի մեջ ջոգ եք անում, բաժան եք անում, այսինքն մի հատ է որոշում եք, թե որ մեկի հետ կարակ տենց խոսակ, որ մեկի հետ տենց պետք է չխոսակ։ Դե արցախցիների մասով չէ սկսվեց նաև այս այլանդակ դա ընդհանրապես իդեպ սա էլ ձեզ ասեմ։ Ընդհանրապես այդ խոսույթը նաև հենց պատճառներից մեկն էր, որ դիմում հաղորդում ներկայացրեցի գլխավոր դատախազին, վստահ լինելով, որ այն որևէ մի իրավական խոստումնալից ընթացք չի ունենալու, ամեն ինչ պարզ է։ Մենք հիմա գտնվում ենք քաղաքական հետապնդումների կամ իրավապահ մարմինների քաղաքականացման ամենասուր փուլում, հա։ Դրա համար հեռանկար չեմ տեսնում, բայց նաև ինքնին այդ ատելության խոսքը ուղղված նաև արցախցիների նկատմամբ սա ընդհանրապես նոնսենս է։ Եվ իդեպ սա կարելի ասել սկիզբ առավ մետրոյի, այսպես ասած, որ մեր հայրենակիցները հիշեն, մետրոյի դեպքից։ Պարոն Վարդևանյան, իր դեմքով, բայց սկիզբ առավ մետրոյում, այո, ես իր այս քարոզչության ամբողջ հեղինակային իրավունքները իրեն է պատկանում։ Թե իրենց քարոզչության մեքենան, թե իրենց ֆեյքերը եւ այլն, բոլորը իհարկե դա անում են, բայց իր դեմքով դա սկսվեց մետրոյում։ Իդեպ այդ դեպքն էլ էր նույն կրկին, հա, էլի գանք, թե Երևանում որոշակի մի ինչ որ չգրված կանոններ կան, չէ, որը կեցության կանոններ են, լավ բաներ են դրանք։ Դու տեսնում ես կինը իր մանկահասակ երեխայի հետ նստած է, այդ ժամանակ ձայնի տեմբրը ընդհանրապես բարձրացնելը, դա արդեն վիրավորական է, դա արդեն էթիկայի կանոններից դուրս է։ Իդեպ կներեք, ես էլ պետք է երևի ասել, էլի իհարկե մենք դրանից շատ ենք հեռացել, բայց բարձրաստիճան պաշտոնյաները պետք է էթիկայի կանոնների տեսանկյունից օրինակ ծառայեն։ Հիմա որ ես ձեզ ասեմ հետևյալը, ես այն օրը փողոցով քայլելուց տեսնում եմ դպրոցական, այսինքն դպրոցի աշակերտների, իդեպ աղջիկ աշակերտների 5-6 հոգով հավաքված, որոնք այդ պահին բջջային հեռախոսը ձեռքին լսում էին իր ելույթը եւ ծիծաղում էին ու վերարտադրում էին այդ բառերը։ Դա լավ է, դուք պատկերացնում եք այդ երեխաները տեսնում են բարձրաստիճան պաշտոնյա, ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ինչ բառամթերք է օգտագործում, վերարտադրում են դա։ Հասկանում եք, որ այդ ամենը ինչ կատարվում է, չի մնում, չէ, միայն այդ օրվա իրադարձություն։ Դա հետևանքներ է ունենում։ Դա որոշակի վարքագծի նոր նորմա է ձևավորում, որը խայտառակություն է, չի կարելի դա։ Ինչ վերաբերում է քրեական վարույթին, անկեղծ եմ ասում, երբ այդ հրապարակումները կային, ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո այն ընթացք չի կարող ստանալ։ Եվ եթե նույնիսկ ընթացք ստանա, պետք է օպերատիվ բնույթի աշխատանքներ կատարեին, պարզ էին այն ամենը, ինչը որ արդեն ՌԴ փոխարտգործնախարարի մակարդակով որպես հայտարարություն տարածում է, պատկերացնեք, դա նշանակում է ուրեմն ամեն ինչ ինչքան ակնհայտ է, ինչքան ակնհայտ է, որ Նարեկ Կարապետյանը որևէ առնչություն չունի երկքաղաքացիության հետ, բայց ստացվում է իրենք քրեական վարույթ են նախաձեռնում արդեն։ Նույնիսկ արդեն փաստացի մեղադրյալի տոնայնություն են օգտագործում։ Վերնագիրը։ Իհարկե անմեղության կոմիտեի վերնագիրը այնպիսի վերնագիր են դրել, որ սա արդեն բացարձակ ճշմարտություն է, դե իրանց ոճով, պարոն Վարդևանյան։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, օրինակ երեկվա հայտարարությունից հետո ինչի քննչական կոմիտեն չի ասում, որ
Շատ լավ, դե քաղաքական մթնոլորտ է, իրավապահ մարմինների քաղաքականացման գործընթաց է տեղի ունենում։ Հիմա ամեն դեպքում սա էլ սենց եղավ, հիմա էլ արդեն գործը կարճ է։ Բայց դուք հաստատ լավ գիտեք, չէ՞, քննչական կոմիտեի գործունեությունը եւ իր հայտարարությունները։ Բայց հիմա մի Դուք էլի առողջ հատիկ եք փնտրում այդ։ Ես իդեպ մի բան հաշվի առեք, ես միշտ ինքս օպտիմիստ եմ։ Դե Տիկին Առաքելյան, դուք ինձ երկար ժամանակ եք ճանաչում, միշտ եմ այդպեսին եղել եւ դա Ես մտածում եմ ինչ-որ բան փոխվել է, պարոն Վարդևանյան։ Դուք օպտիմիստ եք եւ ակնկալում եք, որ քննչական կոմիտեն պետք է իր սխալը շտկի։ Ես գտնում եմ, որ այդ լավատեսությունը պետք է իդեպ տարած։ Իդեպ վարքագծի տեսանկյունից, այո, մեր հայրենակիցների հետ հաղորդակցման մեջ վերջին շրջանում հանրահավաքների ընթացքում նաև շատ հաճախ ընդգծում եմ, դա իդեպ դա այնպես չի, որ պատրաստված որպես մի ելույթ եմ ասում։ Անկեղծ միշտ հիշեցնում եմ մեր հայրենակիցներին, որ մեր ձևը Հայաստանի Հանրապետության բնակիչների, քաղաքացիների, հայ ժողովրդի ձևը դա ջանն է, դա ջիգերն է, իրար նկատմամբ հյուրընկալությունն է, դրական մթնոլորտն է, ժպիտն է։ Իդեպ մենք տենց ենք սաղ աշխարհը մեզ այդպես է ճանաչում, որ հայ մարդը ինչքան հյուրընկալ է, ինչքան հոգատար է, ջան ասող է։ Լավ, այդ երբանից ենք մենք ատելություն տենց տարածողը։ Դա մեր մասին չի։ Դա մեր հավաքական հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին չի։ Տարիներ առաջ, դա էլ եմ շատ լավ հիշում, դեռ հələ ուսանողական տարիներս վերադառնամ, մենք մեր կուրսում ունեինք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընկերներ, տարբեր, շատ տարբեր։ Իդեպ ծայրահեղից մինչև ուրիշ կողմ, մի խոսքով։ Մենք միշտ իրար հետ կոնֆլիկտ չենք ունեցել։ Մենք բանավեճ ենք ունեցել։ Բանավեճ։ Մենք իդեպ մոռացել ենք, չէ՞, բանավեճը ինչ է։ Չէ, հիմա Այսինքն կարծիքների, եթե դու ինչ-որ բանով համաձայն ես եւ Նիկոլի թեզին համաձայն ես, քեզ բռնում են նույն րոպեին։ Հիմա տենց է։ Ես օրինակ ձեզ ասեմ, հենց այս վերջերս ստացվում է մի դեպք տեղի էր ունեցել, որտեղ այն բառամթերքը, որ օգտագործվել էր Արաբկիր վարչական շրջանում գործադիր իշխանության ղեկավարի կողմից, դրանից ավելի մեղմ բառամթերք մեկ այլ անձ էր օգտագործել, հիմա ինքը կալանավորված է։ Այո։ Բայց դե ոնց նկատեցինք դատախազությունից դեռ ոչ մի արձագանք չկա, դե իհարկե չի էլ լինի, բայց իդեպ միայն դատախազությունով էլ չենք սահմանափակվել, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին են։ Իրենց մամլոք-խոսնակը իդեպ ասաց, որ մենք որևէ խնդիր չենք տեսել թղթերի հետ կապված Նարեկ Կարապետյանի մասով, որտեղ չկա խնդիր, որ տեսնեն, հասկանում եք, այսինքն սա իսկապես մի տխմար սուտ էր, որը հրամցվեց հանրությանը, ստիպված եղանք այդ տխմար ստին արձագանքել, բայց բոլորը հասկանում են, որ այստեղ ամբողջ պատմությունը նա է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Երևան քաղաքում քարոզարշավ անելու ընթացքում մարդկանց է քաշքշում, կանանց է քաշքշում, ատելություն է տարածում, այդ ամենը բոլորը նկատեցին, չէին ցանկանում, որ դա այդպես արձանագրվեր, որովհետև մի հետարքիր մեկնաբանություն էր, չէ՞ արել, ասում եմ, որ դե մարդը սադրվեց, սադրեցին, դրա համար տենց էր պատասխանում։ Հիմա Տիկին Առաքելյան, կարա լինի մի իրավիճակ, որ մեկը ձեզ սադրի ու դուք օրինակ սկսեք իշխանական նարատիվներով խոսալ, որտեվ սադրվեցիք, էլի, սադրեցին, տենց ստացվեց։ Չի լինի։ Այսինքն մարդը հակառակը, երբ զայրույթի մթնոլորտում է, ուրեմն այն իր ամենաբնական մտքերի շարադրանքն է։ Բայց պարոն Վարդևանյան, պետք է նաև արձանագրել, որ խոսքը միայն Արաբկիր վարչական շրջանի մասին չէ։ Արաբկիրում արձանագրվեց դա։ Դուք տեսնում եք դրան հաջորդող օրերին ինչ է կատարվում, այսինքն այնպես չի, որ ինքը խելքը գլուխն է հավաքել եւ ինքը փորձում է այդ նարատիվներից մի փոքր դուրս գալ։ Բայց այլ հարց ինքը ուզում է շեղել։ Ինչեր է խոսում։ Ինքը ուզում է շեղել, որովհետեւ երբ դու մեծ մի նոր ստեր ես գցում, հա, պայմանական Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, ուզես չուզես, դրան արձագանք պետք է չէ տրվի, որովհետեւ այդպես է կեցություն։ Այսինքն կանոնը այդպիսինն է։ Հիմա դու դրան պետք է արձագանքես, դա դառնում է արդեն մեյնստրիմ ինչ որ մի թեմա։ Եվ ինչ որ իմաստով մարդիկ հո չեն հիշում, թե ոնց օրինակ մեկը ինչա որ ասում է, որ դուք Արցախից հրաժարվել եք, որ իրենք ամեն օր հայտարարում են, չէ՞, իրենք հպարտորեն են հայտարարում, որ իրենք Արցախից հրաժարվել են։ Այսինքն իրենք հպարտորեն հայտարարում են, որ օրինակ ինքնորոշման իրավունքը, որը վտանգավոր բառ չի։ Աշխարհում տարբեր երկրներ այդ ինքնորոշման իրավունք բառը օգտագործում են։ Դրանում ոչ մի նեգատիվ բան չկա, դա որևէ մի կերպ պատերազմատցի չի։ Դա
խաղաղությանը չի հակասում տարբեր ազգեր, երկրներ, պետություններ իրար հետ կարող են ունենալ հարցեր, որոնց շուրջ ունենան բանակցություններ, այլ ոչ թե միակողմանի զիջումներ, տեղ ոչ մի վատ բան չկա, դա խաղաղությանը չի որևէ կերպ խաթարում կամ վտանգում։ Իդեպ հենց նաև դրա համար ենք ասում։ Այ մեր ուժը ուժեղ Հայաստանը պատկերացնում է իսկապես իրական խաղաղություն, այլ ոչ թե միակողմանի պարտադրանքի շանտաժի պայմաններում փաթեթավորում իբրև խաղաղություն։ Այլ հարց, բայց նաև նույնիսկ այդ ամենի պայմաններում որևէ մի իրավիճակում զրոյական կետից, ինչպես իրենք էին սկսում, մենք դա չենք պատկերացնում։ Լավ, վատ, այնինչ ունենք, պետք է պահպանենք։ Այլ հարց, որ մարդկային հարաբերությունը այնպիսինն է, որ միշտ կարելի է խոսել, միշտ կարելի է բանակցել, դրանից որևէ մի ճարտարապետություն չի փլուզվում։ Իմ մոտ տպավորություն է, որ օրինակ եթե մենք իրար հետ մի իրավիճակում պայմանագիր ունենանք ստորագրած, եթե ստացվում է այդ պայմանագիրը սենց բերեմ ասեմ, իդեպ այս կետում կարանք մի լավ միտք էլ գրենք մեջը, դա նշանակում է պայմանագրի խզում։ Աշխարհում տենց օրինակ չկա, չկա աշխարհում տենց դեպք, որ եթե ստացվում է մենք խոսում ենք բջջային հեռախոսից, դա նշանակում է ջարդում ենք բջջային հեռախոսը։ Խոսալը մի բան է, ջարդելը մի բան է։ Իսկ պարոն Վարդևանյան, աշխարհում կա տենց մի դեպք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի վարչապետը այս մակարդակի քարոզարշավ անում կամ տենց ինչ որ տենց միջազգային պրակտիկա կա, փորձ կա այսպիսինը լինելու։ Ես չասած չեմ հա։ Իրականում չկա եւ ես կարծում եմ նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրներում նույնիսկ այնտեղ կոռուպցիոն երկրներ են շատ ակտիվ դրանք, անգամ այդ պարագայում ես չեմ պատկերացնում, որ պարլամենտական ընտրություններ անեն կամ նախագահական ընտրություններ անեն ու այս մակարդակի լինի խոսույթը։ Տեսեք, ես քանիցս հայտարարել եմ, ես նույնիսկ այդ մտահոգությունը ունեի, որ օրինակ այնքան շատ եմ այդ օրինակը բերել, որ հնարավոր է ես օրինակ persona non grata ճանաչվեմ Սոմալիում, որովհետև ես քանիցս ասեմ, որ օրինակ Սոմալիում, որտեղ ծովահեններ կան, հասկանում եք, այսինքն այնտեղ իրավական համակարգը մեղմ ասած խոցելի է, որ Սոմալիում մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար, անձի չէին ձերբակալի, 1 ամիս կալանքի տակ չէին պահի, 2 ամիս էլ չէին պահի, 3 էլ չէին պահի, 10 ամսից ավելի չէին պահի կալանքի տակ Սոմալիում, որտեղ կրկին եմ ասում ծովահեններ կան, որոնք ծովահեն են։ Հասկանում եք, բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, որը ժողովրդավարության բաստիոն է, որտեղ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար 10 ամսից ավելի Սամվել Կարապետյանը կալանավորված է այն պայմաններում, որ հենց Facebook սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանը ուղիղ խոստացել էր, որ պետք է այդպիսի վրեժխնդրություն լինի, պետք է այսպիսի ռեպրեսիաներ տեղի ունենան, այդ ամենը ասվել էր։ Հիմա մենք դրանից էլ չենք զարմանում, ինչ որ իմաստով սա էլ new normal-ն է իրավական մեր ոլորտում, բայց ինչև է, դրանից չենք հուսատվում եւ կրկին լավատեսությունն էլ չենք կորցնում։ Հիմա այդ լավատեսությամբ, պարոն Վարդևանյան, սնկերի հետ կապված հայտնի հումորի շրջանակում, երբ Սամվել Կարապետյանը խոսեց դրա մասին, մենք հիշում ենք, թե էլի ինչ տեղի ունեցավ, անմիջապես մտավ ուղիղ եթեր, ինչ մտքով անցավ այդ պահին խոսեց ու ասեց ես քեզ դատի եմ տալու եւ ես որքանով գիտեմ դատի ա տվել, չէ՞։ Շատ հետաքրքիր բան ասեմ, եթե դուք հիշեք այդ տեսակը, ես սենց եմ հիշում։ Սկզբից այո, շատ վիրավորվեց սնկի պատմությունից, այնուհետև մեկնաբանեց, որ իբրև Սամվել Կարապետյանը ասել է, որ նման տեղեկություն է լսել, դրա համար էլ հայցադիուն ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Բայց մի քանի օր հետո միևնույնն է հայցադիմումը ներկայացնում։ Այդ եմ ասում, գիտեմ, որ հայցադիմում կա։ Բայց մի քանի օր առաջ դրանից ասել էր, որ էլ չի ներկայացնում, որովհետև իբրև շատ է որ ասել է իր առաջին տեսանյութից հետո մենք զգուշավոր դարձանք ու ինքը էլ կարիք չունի հայցադիմում։ Հիմա որ մեկն է ճիշտը, այսինքն վերջը զգուշավոր էինք դարձել, կարիքը չկար, թե ոնց որ զգուշավոր չէինք դարձել։ Դե հիմա ես էլ ուրիշ բան եմ ուզում։ Հիմա իհարկե մենք խոսում ենք հիմա սնկից եւ դա ինքնին ոնց որ դա ինչ թեման էր, որ դառնար հայց, բայց հիմա ամեն դեպքում անձը, ցանկացած անձ, այո, իրավունք ունի իրացնելու իր դատական պաշտպանության իրավունքը, իրացվել է, դատարանը կայծակնային եւ ռեկորդային արագությամբ այն վարույթ է ընդունել։ Հա, արդեն վարույթ է։ Այո, արդեն վարույթ է ընդունել։ Շատ հետաքրքիր կլինի, որ այն դատարանն է։ Չէ, Երևան քաղաքի ընդհանրաբացության քաղաքացիական։ Հա, քաղաքացիականն է։ Հիմա տեսնենք, մենք եւս
բազմաթիվ հայցեր ենք ներկայացնելու այս ժամանակահատվածում, Այ դրան եմ ուզում նույնիսկ ձեզ ասեմ, մենք հանրային հեռուստաընկերության դեմ ենք հայց ներկայացնում։ Դրա պատճառներից մեկը այն է, որ մի տխմար կներեք արտահայտությանս համար նախընտրական քարոզչական մի տեսանյութ է պատրաստվել քաղաքացիական պայմանագրի կողմից եւ որը տրամադրվել է որպես նախընտրական գովազդի տեսանյութ, որը հեռուստաընկերությունները իրենց հեռուստաալիքներով պարտավոր են ցուցադրել։ Այլ հարց, որ իհարկե այն չի կարող լինել անվերահսկելի եւ նման տեսանյութերը պետք է հրաժարվեին հեռուստաընկերությունները լուսաբանել, բայց նաեւ կարծես տվյալներ կան այն մասին, որ ՀՌՀ-ն փոխանակ կանխարգելի նման տեսակ զրպարտություն, վիրավորանք, ատելություն պարունակող տեսանյութերը նույնիսկ հակառակ մոտեցումը ունի, որ եթե դրանք չտարածվեն, ինքը դա է խախտում համարելու։ Պատկերացնում Բայց եթե ես չեմ սխալվում, Հայաստան Դաշինքի տեսանյութերից մեկը AI-ով պատրաստված արգելել են, որ ցուցադրեն հանրային հեռուստատեսությունով։ Երկակի ստանդարտները կարծես ինչը որ ընդդիմությանն է վերաբերում արգելվում է, իսկ այն պարագայում եթե ԿՊ-ն է պատրաստել, ուրեմն դա պարտադիր պիտի հեռացվի։ Ամեն դեպքում կոնկրետ հանրային հեռուստաընկերության մասով գտնում ենք, որ իրենք այո, պետք է պատասխանատվության ենթարկվեն այս իրենց վարքագծի համար, ավելին, արդեն դա էլ տեղեկացնեմ ձեզ, մեկ հայցադիմում արդեն իսկ ներկայացվել է հանրային հեռուստաընկերության դեմ, որը չգիտեմ, դուք հեռուստաընկերության ոլորտի մեծ փորձ ունեք, դուք ավելի լավ կասեք, հիմա ստացվում է կարող ենք հրավիրել 3 անձանց, որոնք տարբեր կարծիքներ հայտնեն, բայց իհարկե պրոիշխանական եւ վազող տողով 10 րոպե պերմանենտ մնա մի նախադասություն, որը օրվա իշխանության քարոզչական թեզերից է, բայց այդ 3 հյուրից ոչ մեկը բառացի դա չասի։ Հիմա հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումը նաև նման մոտեցում է կարողանում ցուցադրել, դա էլ թող դատարանը պարզի։ Ուղղակի հետաքրքիր է, որ այդ նույն կայծակնային արագության վարույթ ընդունելու պրակտիկան կարծես չկա, չնայած կարող է հեսա նույն ձև լինի։ Տեսնենք, հələ դեռ չեմ ամփոփել։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ այն գործերին, երեք ձեր խոսնակը նաև հրապարակեց, որ ԿՊ-ի ներկայացուցիչները, որոնք որ ստեր ու կեղծիքներ են տարածել այս վերջին մի քանի օրը կապված եւ Սամվել Կարապետյանի Facebook գործակալ լինելու եւ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հետ կապված կեղտոտ, զզվելի, զազրելի, եղկելի արտահայտությունների միջոցով դուք ասում եք, որ բոլոր այդ հայտարարություններին, ստատուսներին ընթացք է տրվելու եւ այդ փողերը գանձվելու են նրանցից եւ Սևանի հոգեբուժարանի վերանորոգմանն են ուղղվելու, ես ճիշտ եմ հիշում։ Այո, դա է եղել հայտարարությունը, հայցերը բոլոր կներկայացվեն, դրա վերաբերյալ առանձին նաեւ տեղեկատվություն կտարածվի։ Անկեղծ եմ ասում, մոտեցումը այս ողջ ժամանակահատվածում եղել է այնպիսին, որ կարող է լինել նաև սուր քննադատություն, կարող է լինել նաև այդպես ասած շեմի վրա գտնվող որոշակի բառամթերք, բայց մի պայից սկսած արդեն կարծես այդ ամենը այլ կերպ է սկսում մեկնաբանվել, այսինքն էլ ավելի մեծ ինտենսիվություն է ստանում եւ արդեն ուղղակի սուտ ողջամտությունից ելնելով եւ նաեւ ինչ որ իմաստով պահանջատեր լինելով, որ մեր հանրային դիսկուրսը մաքրվի, նաեւ դրա համար պետք է այդ հայցերը ներկայացվեն։ Իսկ դրա ընթացքը արդեն դա էլ հաշվետվությամբ կներկայացվի։ Բայց ինչի Սևանի հոգեբուժարան, պարոն Վարդևանյան, տեղյակ եք։ Ես երևի տենց առանձին մանրամասներ դրա վերաբերյալ չեմ տիրապետում, բայց շատ հետաքրքիր էր առողջապահության նախարարի հայտարարությունը, որ կարծես Սևանի հոգեկան առողջության կենտրոնին փորձում էր զերծ պահել քաղաքական իրադարձություններից։ Տենց բան։ Դե մենք էլ ենք հենց մեր ասածն էլ էր դա, որ զերծ պահենք քաղաքական իրադարձություններից։ Պարոն Վարդևանյան, դեռ քարոզարշավի կեսին ենք հասել, բայց արդեն ահագնանում է այս ռեպրեսիաները, այս ամեն ինչը բոլորիս քաչ հայտնի է եւ մենք էլ ակնկալում ենք, որ որքան թեժանա քարոզչական process-ը, այդքան անկանոն շարժումները իշխանության մոտ սրվելու է, ինչ եք ակնկալում, ինչ եք սպասում, առաջիկայում դեռ ունենք 2 շաբաթ, ավելի վատ սցենարներ կանխատեսում եք։ Ամեն տեսակ սցենար էլ հնարավոր է, ամեն տեսակ սցենարին էլ պատրաստ ենք։ Սա առաջինն եմ ուզում ընդգծել, բայց նաև եկեք մեր ծրագրից ասեմ։ Մենք պատկերացնում ենք, որ այս վերջին տարիների ամբողջ այս քաղաքական հետապնդումները, իրավունքի նսեմացման դեպքերը պետք է թողնվեն անցյալում։ Մենք ծրագրային, որ պատկերացնեք,
դրույթներ ունենք առայն որ իսկապես իրավունքի գերակայությունը, որ գիտեք կարելի է տարբեր օրենքներ ընդունել, հա, քաղաքական որոշումներով եւ այդ օրենքի եւ իրավունքի մեջ կոնֆլիկտ լինի։ Մեր ասածը նա է, որ սահմանադրությամբ գրված է, որ իրավունքը միշտ պետք է գերակայի, բոլոր դեպքերում հենց իրավունքը պետք է գերակայի, դա դառնալու է իրական կանոն։ Դա դառնալու է անսակարկելի արժեք, ընկալում ընդհանրապես։ Երկրորդը ասում ենք նաև, որ պետք է լինի համաներում Հայաստանում, որովհետև մարդասիրության ճգնաժամը, որ տեսնում ենք, պետք է հաղթահարվի նաև այո համաներման ճանապարհով, որովհետև մեզ ներքին համերաշխությունը պետք է եւ մարդասիրության գերակայությունը միաժամանակ պետք։ Մենք պետք է դատարանների քաղաքական կախյալ պայմանները կամ կախյալության պայմանները վերացնենք ընդհանրապես։ Այդ թվում բարձրացնելով թե դատավորների, թե դատախազների, քննիչների, աշխատավարձի, սոցիալական երաշխիքների պայմանները, դրա վերաբերյալ եւս առանձին ծրագիր ունենալով, մենք ընդհանրապես պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որ անկախ իշխանության ցանկություններից դատական իշխանությունը միշտ հանդես գա որպես զսպող եւ հակակշռող, այլ ոչ թե այն ամենը, ինչ տեսնում ենք վերջին տարիներին։ Հասկանում եք, չի կարող լինել այնպես, որ օրինակ ես, որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես պատգամավորի թեկնածու կամ եւ բազմիցս քննադատեմ օրինակ դատավորներից մեկին, ընդգծեմ իր կողմից կայացրած ապօրինի որոշումները, դատավճիռները, որից հետո Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ լինեն դրա մասին, որից հետո, երբ պայմանականորեն ստանձնում ենք իշխանությունը, այդ դատավորը ստանա պաշտոնի բարձրացում։ Հասկանում եք, եւ մենք դա տեսել ենք։ Հենց հանրային արդարությունը, հասարակական արդարությունը այդպես պետքա ձևավորել, այլ ընտրանք չկա, եթե մենք ուզում ենք դառնանք նորմալ իրավական երկիր։ Այո, պետք է իրավունքը իսկապես բոլոր դեպքերում գերակայող արժեք լինի, մարդասիրությունը անսակարկելի արժեք լինի, եւ մենք ունենանք ներքին համերաշխություն։ Հենց նաեւ դրա համար կրկին կասեմ, որ մեր հայրենակիցները պետք է գնան ընտրությունների, որ այս փոփոխությունները գնան ընտրությունների, ասեն այո այս փոփոխություններին, իսկ այս ատելությանը, ռեպրեսիաներին, արտաքին քաղաքական իմաստով այս ստորացմանը, այս աբսուրդներին ասենք ոչ։ Հիմա վերջին հարցը, պարոն Վարդևանյան, դուք ձեր զրույցի ժամանակ խոսքի ընթացքում պարբերաբար անդրադարձաք սոցիոլոգիական հարցումներին եւ նաեւ ասացիք, որ իշխող ուժի այս վարքագիծը նաեւ փոխկապակցված է հենց այդ հանգամանքով, որովհետեւ կան տվյալներ, որոնցից իրենք խոճապի մեջ են։ Ինչ տվյալների մասին է խոսքը եւ սոցիոլոգիան ինչ է խոսում մեր ընտրությունների մասին առաջիկա։ Սոցիոլոգիայի հարցում։ Ինչ է աղմկում։ Սոցիոլոգիան նույնիսկ երևի շատ բարձր է աղմկում, որ այսպիսի արդյունքներ ենք տեսնում նաեւ հենց օրվա իշխանությունների վարքագծի մեջ, այն ցույց է տալիս, որ Հայաստանում այո գալիս են փոփոխություններ եւ այդ ուղերձը շատ հստակ է, որ փոփոխությունները գալիս են։ Սա է հուշում սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Ես շատ մանրամասների մեջ հիմա չմտնեմ նաեւ այդ ոլորտի մասնագետը չեմ, պարզապես վստահ եղեք, որ այդ սոցիոլոգիական հարցումների նաև պատկերը իրական կյանքում մեր հայրենակիցների հետ շփման մեջ եւս տեսնում ենք։ Եվ դրա համար ենք նաև ասում, որ ուժեղ Հայաստանը գնում է հաղթանակի։ Սա եւս շատ կարևոր արձանագրում է, բայց իհարկե այդ հաղթանակի արձանագրման համար, փոփոխությունների ուղերձի իրական կյանքում արձանագրման համար եւ այս աբսուրդային դժվարությունների, այս իսկապես ծանրության ի վերջո անցյալում թողելու համար մեզ պետք է, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները հունիսի 7-ին գնան ընտրությունների, գնան եւ ասեն այո փոփոխություններին։ Եթե նույնիսկ չեն պատկերացնում, որ իրենց նախընտրելին դա քվեաթերթիկ համար 3-ն է, թող այլ ուժի քվեարկեն, բայց պարտադիր գնան ընտրությունների։ Սա էլ եմ ուզում շատ հստակ ասել։ Մենք խոսեցինք կոմպոնենտներից մեկի մասին, թե ինչի համար կա այս ատելության մթնոլորտը, որովհետև դուք հիշում եք քաղաքացիական պայմանագիրը ի սկզբանե իր քարոզարշավը սկսել էր սրտիկներով, խոսում էին խաղաղությունից, նույնիսկ հիմա էլ են շարունակում սրտիկներով։ Չէ, ոնց որ չեն խոսում։ Չէ, սրտիկներ անում են։ Անում են։ Հա, սրտիկը ուղղակի ես անկեղծ եմ ասում, ես այդ տրենդից կարող եմ մի քիչ հետ եմ մնացել, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց եթե չեմ սխալվում, սրտիկը եւ ձեռքից կնոջ քաշքշելը իրար հակադիր երևույթներ են, այսինքն կամ սրտիկն ես անում, կամ այն մյուսն ես անում։ Երկուսը միաժամանակ մի քիչ խնդիր է։ Իդեպ սրտիկն էլ երևի պետք է բոլորին անես, չէ, որովհետեւ եթե դու անկեղծ ես
քո սրտիկի մեջ պետք է դա լինի իսկապես բոլորին վերաբերող։ Չես կարող չէ ասել մեկին ատում ես, մեկին սրտիկում ես։ Կամ կարող է հնարավոր է էլի եմ ասում դրա մասնագետը դուք էլի մտակ լավատեսության դաշտ պարոն Վարդևանյան։ Բայց ես դա ինչի համար եմ ասում։ Որովհետև այդ սրտիկը ինձ ուղված չի, որտեղ ես իրենց ընտրողը չեմ։ Իրենք չեն սիրում, իրենք ատում են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց թեզերը եւ տեսակետները չեն կիսում։ Այնպես որ այդ սրտիկը ինձ բաժին չի հասնում։ Շատ լավ, բայց մի բանը հստակ ասեմ, որ այ մեր ընկալման մեջ, մեր ուժի ընկալման մեջ սևեր սպիտակներ չկան։ Այսինքն լինի դա քաղաքացիական պայմանագրի ընտրողը, ինքը իմ հայրենակիցն է, ինքը իմ քույրն է, ինքը իմ եղբայրն է, որովհետև գիտեք մենք այդ շռայլության հնարավորությունը չունենք, դրա համար ենք նաև ասում, որ մեզ համախմբում է պետք, բայց վերադառնալով այդ մտքին, ինչի համար է նաև այդ ագրեսիան, այդ ատելությունը, որ մեր հայրենակիցներից շատերը կներեք արտահայտությանս համար, բայց ելնելով այդ տեսարանի զզվելի լինելուց ուղղակի չհետաքրքրվեն այս հիասթափվեն եւ չգնան ընտրության։ Դրա համար մեր հայրենակիցներին կրկին այդ կոչը եւ հորդորը անենք, որ անպայման 26 թվականի հունիսի 7-ին գնան ընտրության հանուն փոփոխության կամ գնան ընտրության պարզապես իրենց պարտականությունը կատարելու համար։ Եվ իդեպ ընտրության գնալը լավ բան է, դա ճիշտ բան է։ Դա քո վերաբերմունքի արտահայտումն է եւ դրանից հետո 5 տարի պահանջատեր լինելու։ Լավ գործիք այն։ Այնպես որ բոլորս գնում ենք ընտրության։ Այս կոչին ձեր անսալով ես էլ մի հատ կրկնեմ եւ միանամ դրան եւ շնորհակալ եմ պարոն Վարդևանյան այսօր հյուրընկալվելու համար։ Ինձ միայն մնում է հիշեցնել, որ այսօր տաղավարում հյուրընկալել եմ իրավաբան, փաստաբան, ուժեղ Հայաստան Դաշինքի համամասնական ընտրացուցակով պատգամության տեխնացու առաջադրված երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնող Արամ Վարդևանյանը հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ